Աշխարհից կտրված ու բոլորից մեկուսացած այս փոքրիկ վագոն տնակում է երկու որդիներին մեծացնում 46-ամյա Արամը։ Եթե կարծում եք, թե ճանաչում եք ընտանիքի, որն ապրում է ծանր պայմաններում, ապա դուք դեռ ծանոթ չեք Արամյանների պատմությանը։ Ուշի գյուղում ֆերմայի տարածքում այս փոքրիկ տնակում է ընտանիքը ապաստանել։ Ննջարան, խոհանոց, հյուրասենյակ, ամբողջը միասին մի քանի քառակուսի մետրանոց մեկ ընդհանուր սենյակ է։ Տնակը տարական հարմարություններից զուրկ է, տեղացող անձրևի ժամանակ էլ տանիքից հաճախ կաթում է։ Դա էլ հերիք չէ, ներսում գրեթե ոչինչ չկա, անմարդկային պայմաններ են։ Ունեցածները մի մահճակալ է, որի վրա երեքով քնում են։ Տուն չունեմ, ոչ մի բան չունեմ, երկու երեխեքին էլ մենակ ես եմ պահում։ Մայրը թողեկանացել է, այս արդեն 2 տարի է, ես եմ պահում երեխեքին, սենց ֆերմաներում ֆռալով երեխեքին պահում եմ։ Հիմա ինձ դուր չի կարևոր ստենք մնում։ Գիշերն է գրշից ջուր է կաթում։ Էլ ինչ անհարմարություններ է զգում։ Կռվաթը մի հատ է, դա շաղով չենք կարող տեղավորվենք։ Ալեքսան գիշերն է գարի պարկում էին վրա։ Դեմի երեխեքս էլ ես էլ քնում են գիշերը թե։ Միայնակ հայրը իր անչափահասներին խնամում է այնպես, ինչպես մայրը կաներ։ Անում է հնարավոր ամեն բան, որ որդիներն անհոգ մանկություն ունենան ու չզգան մոր բացակայությունը։ Խնամքով, ուշադրությամբ ու հոգատարությամբ է տղաներին վերաբերվում։ Օրվա հացն էլ անասնապահությամբ է վաստակում։ Ֆերմայում եմ աշխատում, անասնապահությունով եմ զբաղվում, գումարս 60,000 է ամիսը։ Տեղ են տղեմ բնակվում եմ, ուրիշ հնարավորություն չունեմ, որ ինչ-որ միտեղ կարանամ երեխեքին թողեմ, կնամ ուրիշ տեղ աշխատեմ, ավելի մաքուր, ավելի ակուրատնի գործերով։ Թեկուզ հնարավորություն կան, բան տենց հնարավորություն չկա էլի, որտեղ երեխեքից նայող չկա։ Երեխաների խնամքը Արամի ուսերին է մնացել այն բանից հետո, երբ կինը լքել է նրանց ու նոր ընտանիք կազմել։ Կարծես թե ամեն բան գոհացնում է, խղճի խայթել չի զգում տիկինը իր զավակներին անտերության մատնելուց։ Սեփական երջանկությունն է ամեն ինչից վերդասել ու կյանքը նոր էջից սկսել։ Նույնիսկ մտադրություն է ունեցել երեխաներին մանկատուն տանել, բայց ամուսինը կանխել է կնոջ գործողությունները։ Ուզում ենք գցեն մանկատուն երեխեքին, ես երեխեքիս հետ եմ վերցա, ես եմ պահում։ Արդեն 2 տարի է, որ ինք գնացել է, ոչ զան կա, ոչ երեխեքին տենալ կա։ Ոչ էլ երեխեքս ցանկությունն են իրանց մորը տենան։ Գորջան, իսկ դու մամայի հետ խոսում ես, շփվում ես։ Ոչ։ Ինչու։ Որտեղ ես նրան չեմ սիրում։ Ինչու։ Որտեղ նա իմ պապային դավաճանել է։ Իսկ զանգում է մաման ձեզ։ Չէ։ Դուք էլ չեք զանգում։ Չեմ ներելը չեմ կարանել, այդպես մարդուն կյանքում դաժե Աստվածը չի ներում, եթե 2 քորփ երեխան չափած գցում ինչ-որ մեկի համար փախնում է թումա, իր երեխից թանկը համարում, ինի Աստված իրան կպատժի։ Տղամարդու համար ամենադժվարը կենցաղային հարցերը հոգալն է։ Երեխաների խնամքը շատ ջանքեր է պահանջում, ասում է, առաջին անգամ է սկզբունքները մի կողմ դրել ու օգնություն խնդրել։ Ուժերը էլ չեն ներում։ Լվալա, թափելա, սաղ ես եմ անում, կերցնելա, ամեն ինչը։ Սնկան գտնում ես գործի, երեխին զարթում է, գայլում պապա սոված եմ, գալիս եմ դե պարտադիր այդ գործ թողեմ, կամ երեխին հաց սարքեմ, որ երեխին հաց ուտի, շլացի։ Ֆերմայի տերը տեսնելով Արամի կարգավիճակը, օգնության ձեռք է մեկնել։ Բարեխիղճ մարդը ֆերմայում մի առանձին սենյակ է կառուցել, որ տղամարդը գլխին գոնե ժամանակավոր ծածկ ունենա։ Իմ էստեղ որ ժամանակավոր մնում եմ, այնտեղ քանտրտված է, էլի դոմի կամ պետք է վերջ 2 սենյակ սարքեն իրանք այս ֆերմայատերը, կամ էլ պետք է գյուղում ինչ-որ դպրոցի մոտիկ տեղ վեկալի, վարձովտում է ինչա վեկալի, որ երեխին եմ դպրոց տամ, եմ էլ կամ գործից տեյթամ։ Ուզում եմ, որ շատ լավ տեղ մնանք, շատ լավ ապահովություն ունենանք, լավ շորեր ունենամ, լավ շողորեմ։ Ես մենակ տենց բան եմ ուզում, որ իմ պապան լավ լինի, մենք առողջ լինենք։ Ստանակինը բան ոչ մի բան էլ չկա։ Այսինքն ասենք տելևիզորա, սեղանը, աթոռա, ոչ մի բան չկա, սերվանձա գարձիրով, ոչ մի բան։ Ասենք շորերը ոնց մենշոկներով, տոպրակներով երեմ, են դուռը բացել եմ, այդպես տրել եմ ընդե։
9-ամյա գոռը ֆինանսական խնդիրների պատճառով հիմա դպրոց չի հաճախում, բայց նախկինում գնացել է։ Պատանին նեղացած ու վիրավորված է մորից, պատմում է, որ հենց մայրն է իրեն դպրոցից զրկել։ Իսկ ահա հայրը հիմա դպրոցական որդու համար անհրաժեշտ իրերն է աստիճանաբար գնում, որ կարողանա տղային դպրոց տանել։ Այս պահին գոռն ընդամենը մեկ երազանք ունի՝ նորից դպրոց գնալ ու գիտելիք ստանալ։ Որպես տղամարդ պահած մեծացրած սենց պահալով երեխեքին գնահատելի է, գովելի է, ավելի ճիշտ շատ։ Ինչ ասեմ, միայնակ է մեծացնում, պահում, երեխեքը, ինչ ասեմ, ափսոս երեխեք են, շատ ափսոս։ Իսկ ահա գոռի 4 տարեկան եղբայրը երազում է զինվոր դառնալ։ Մանկուց է սկսել մարզվել, բարդենարքներ անել, որ երբ բանակ գնա, ամենաուժեղը ինքը լինի ու թշնամուն հաղթի։ Փոքրիկ տղան իր տարիքին ոչ հարիր ֆիզիկական ուժ ու կարողություններ ունի։ Երեխաները թեև մորից նեղացած ու վիրավորված են, բայց կյանքի իրենց գոյապայքարում չեն հանձնվում։ Ավելին նոր երազանքներ ու նպատակներ են սահմանում։ Ամենաշատը հորն են սիրում ու վստահում, իրենց կյանքի լավագույն ու անդավաճան ընկերոջը, որն ամեն հարցով իրենց եւ աջակցում եւ հասկանում է։ Արամը տղամարդուն հարիր արժանապատվությամբ է պահում իր տղաներին, պաշտպանելով նրանց նուրբ հոգին, մանկությունն ու նվիրական երազանքները։ Ու չնայած այս ընտանիքը ապրում է անմարդկային ու դաժան պայմաններում, զուրկ բազում կենցաղային իրերից, փոխարենը սեր, հոգատարություն ու հայրական նվիրում կա։ Մինչ գոռն ու եղբայրը շարունակում են երազել, Արամը թևեր է առնում, գոտ է պնդվում որդիների ապագայի համար ամեն աստծո օր պայքարելու։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրենգյուն։